ՀՄԿ-ը ապրիլի 24-ին ևս մեկ անգամ գործեց որպես իշխանության խոսնակ։ Գարեգին II-ի այցի ժամանակ կադրի դիտավորյալ փոփոխումը, որպեսզի վեհապարը չերևա, ճղճիմության գագաթնակետն էր։ Սա պատասխանատվություն է դնում ոչ միայն առանձին աշխատակիցների, այլև ողջ տնօրինության վրա, որպես հակաեկեղեցական արշավի մասնակիցների։ Սա սակայն մեկանգամյա դեպք չէ։ Հանրայինի լրագրողները բազմաթիվ անգամներ կաթողիկոսին անվանել են ավազանի անունով, իջեցնելով խոսքի եւ մասնագիտական էթիկայի նշաձողը, իսկ կարգալույց հոգեվորականներին ներկայացել որպես գործող եկեղեցականներ, նրանցից լուրջ դեմքով հարցազրույցներ վերցնելով։ Փաստացի ՀՄԿ-ը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերից, բայց ծառայում է մեկ քաղաքական ուժի, պարբերաբար լուսաբանելով միայն նրանց օրակարգը, որը հաճախ համընկնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ եւ դրանք ներկայացնում է որպես անվիճելի ճշմարտություն։ Այս ամենից հետո դժվար է սա անվանել պարզապես լրատվություն։ Սա համակարգային քարոզչություն է, իսկ դրա իրականացնողները մասնագիտական էթիկայից զուրկ քարոզիչներ են։ Նույն պատկերն է նաև ցեղասպանության թանգարանի մոտ։ Վեհապարի այցի մասին հրապարակումը սկզբում տեղադրվել, ապա ջնջվել է, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների այցերը պահպանվում են։ Սա արդեն բացահայտ ընտրովի տեղեկատվական քաղաքականություն է։ Տիկնայք եւ պարոնայք, մի փոքր ինքնասիրություն ունեցեք, ոչ մի իշխանություն հավերժ չէ։